Պարոն Ստեփանյան, բարև ձեզ։ Այ արդեն ժամը 17:00-ի սահմաններն է, ուզում ենք հասկանալ ակնկալիքների մասով, ընտրողների ակտիվության մասով, գրանցված խախտումների մասով։ Մենք տարբեր ընտրատեղամասերում ենք եղել, գրանցել ենք, խոսել ենք մի քանի վստահված անձերի հետ, տարբեր կուսակցություններից, այդ թվում Սոնա Աղիկյանի հետ, Արագած համայնքում, որը բավականին խնդրահարույց էր, ահազանգի հետքերով էինք գնացել, այնտեղ կուտակումներ կային, ուղղորդումներ, ցուցակների հետ կապված խնդիրներ, այս պահի դրությամբ ինչ վիճակագրություն ունեք, որ խախտումներն են ավելի շատ։ Խորշորացված համայնքի տարբեր բնակավայրերում մեր ստացած ահազանգներով կարծես թե 80% բնակավայրերում ուղղորդումներ են ընտրական տեղամասերի դիմաց ու միանշանակ իշխանության կողմից վարչական լծակը օգտագործում են ամենապիկի տակ, ամենապիկ ձևով, ինչքան կարող քամում են վարչական լծակները։ Դե եւս մեկ փաստ էլ ասեմ, որ 3 երեկոյան եւ դրա առաջի օրը ամբողջ Վաղաշապատ խոշորացած համայնքի բնակավայրերով Էջմիածին քաղաք Զվարթնոցում նորից գիշերով ամենուր փակցված էր, նորից փակցրել են ԿՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի նկարը, երևի նկարով ուզում են ընտրություն հաղթեն։ Խնդրեմ, այդ խախտման մասով վաղ առավոտից Հայաքվեն էր արձանագրել մի շարք տեղերում, այո, ընդհանուր մինչև շտաբ կար կարծես մոդել ընտրատեղամասին, պաստառներ։ Շատ ընտրատեղամասերի դիմաց, որ պետք է 50 մետր հեռավորության վրա արդեն փակցված չլներ քարոզչական պաստառը, բոլոր տեղերը կար։ Մենք մեր մեքենան կանգնած է եղել 50-ից ավել մետրի վրա, որտեղ որ փակցրած է ԿՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի այդ պաստառը, մեզ ասեցին հանեք, մենք ուղղակի հարցելով ասեցինք, դե դուք ձերը մի հատ հանեք այս մեծ պաստառը, մենք 2 րոպե հետո կհանենք։ Ոստիկանության ընթരാճ գնացինք, մենք հանեցինք մեքենան, պաստառը միջև հիմա այնտեղ փակցված է։ Թող բոլոր տեղերը փակցեն։ Ինչքան հիմա էլ կարան։ Հիմա եթե ունեն մնացած, խորհուրդ եմ տալի ԿՊ-ին քաղաքացիական պայմանագրին, թող այդ իրանց բոլոր ակտիվով, որ քաղաքիչական վարչական ռեսուրս, падգամավոր, նախարար, փողմարզպետ, մարզպետ, գիտեք, բոլորը էջմիածնում են, Վաղաշապատ։ Թող գան Չալոն, քեզ քաղաքացին ասում է Չալոն։ Պարոն Ստեփանյան, բոլոր ուժերը ասում են, որ գալիս են հաղթելու, բայց ենթադրենք մի սցենար, որում 50+ չի հավաքում ու ինչ-որ կոնսոլիդացիայի հարց է գալիս։ Դուք քաղաքական կոնսուլտացիաներ արել եք մյուս ընդդիմադիր ուժերի հետ, թե մտածում եք ընտրություններից հետո եթե նման պահ լինի։ Մայր Հայաստան կուսակցությանը առաջինն է եղել, որ հայտարարել է նախապայմանները, որ երբևիցե ոչ մի պայմանում չի լինելու համագործակցության քաղաքացիական պայմանագրի հետ եւ նրա քույր փոքրիկ կուսակցության, Հանրապետություն կուսակցության հետ բոլորի հետ մենք բաց ենք համագործակցության, իհարկե լինելու է, իհարկե իշահ Էջմիածնի Վաղաշապատ խոշորացված համայնքի մենք բոլորս համագործակցելու ենք, որ քաղաքացիական պայմանագիրը ԿՊԱ-ական քաղաքապետ չունենա, որ չվերածվի Երևանի վիճակի հոգևոր քաղաքը։ Իսկ մեր սիրելի Վաղաշապատցիներին նորից հորդորում եմ, ակտիվ մնացել է 3 ժամ, ակտիվ մասնակցեք, մասնակցությունը շատ բարձր է, ակտիվ էլի մասնակցեք, ձեր քվեով այնպես արեք, որ ԿՊԱ-ական քաղաքապետ չունենա Էջմիածինը, եւ ես ձեզ վստահեցնում եմ, Էջմիածինը ԿՊԱ-ական քաղաքապետ չի ունենա։ Պարոն Ստեփանյան, հետքի հետ ունեցած հարցազրույցում իշխանության տեխնացու Արգիշտի Մեխակյանը կադրային ջարդի մասին հարցին պատասխանել ասել, որ կադրային ջարդ չի անելու, սակայն չի հերքել, որ ընդդիմադիրների հարազատների են աշխատանքից հեռացրել, մեկնաբանել, պատճառաբանել է, որ իր ցանկությունն է եղել, իր ցանկությամբ կարող է աշխատել, ում հետ ուզում է, փաստացի չի հերքել, որ այդ մարդիկ ոչ թե ոչ կոմպետենտության կամ այլ խնդրի պատճառով հեռացվել, այլ ուղղակի հայացքների։ Ձեր մարտավարությունը, ձեր քաղաքականությունը այս մասով մեծամասնություն վերցնելու դեպքում ինչ է լինելու։ Իհարկե նման բան չի լինելու, մեր առաջին համարը հայտարարել է Գրիշա Հարությունյանը, որ կադրային ջարդ չի լինելու, քանի որ շատ մարդիկ ունեն այդ հնարավորությունները, ունեն այդ փորձը, մենք չենք գալիս այդ կառավարումը ջարդ անել, քանի որ մեր նպատակն է փոքր, ամենաչնչի նպատակն է քաղաքացիական պայմանագրի իշխանազրկելը ու նորմալ քաղաք դարձնել Վաղաշապատն ու Էջմիածինը, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է։ Իսկ ինչ վերաբերում է իրենք ջարդ անելու են կադրային, թե չէ, քաղաքացիական պայմանագիրը ԿՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ նախընտրավ քարոզարշավի ժամանակ մեր անձամբ մեր կուսակցության հետ
ովքեր մեր քաղաքացիները Էջմիածնի բարևում են, գործից ազատում էին։ Այս մարդիկ այդ ժամանակ են արել ջարդը։ Հիմա գան ինչ են անելու, ջարդ ու փշուր, բայց չեն գալու իրանք։ Իրանց վստահեցնում եմ ես։ Մի քանի մետր հեռավորության վրա իրանց շտաբն է, որ կարողանաք հարցրեք, ասեք Մայր Հայաստանից ձեզ խորհուրդ էին տալիս, որ դուք չեք լինելու իշխանության։ Պարոն Ստեփանյան ասում էր, որ իր համեստ հայտարարագրի հետ կապված հարցին պատասխանում էր, որ ոչ մի օլիգարխի գրպանում չի եղել, դրա համար համեստ է հայտարարագիրը։ Բայց մենք ունենք տեխնացուներ, ովքեր ունեցվածք ունեն, բիզնես ունեն եւ այլն, այսինքն այս մարդիկ ինչ-որ օլիգարխների գրպանից են դուրս եկել, հա, ոնց կպերի։ Ես չգիտեմ ում գրպանից են դուրս եկել։ Կրթչյաններ ասում Հանրապետության կուսակցությունից, որ Եկեք ես ներողություն ես ինչ բարձր բան չանեմ, բայց չեմ ցածրանը այդ անձնավորությունը։ Այդ այն անձնավորությունն է, ով կողքով ճանճը անցնում, այդ մարդուն ասում է բռնեք այդ մարդուն, այդ մարդու հետ եք խոսում։ Ես նրան ինչ անդրադառնամ։ Նա ով է, որ ես նրան անդրադառնամ։ Դելուց այս մասով էլ Մայր Հայաստանի ղեկավարի մասին ասում է, որ ռուսական հեռուստաընկերություններին գանալուց Հայաստանի։ Այդ անձնավորությունը Ռուսաստանում տարբեր աշխատանքների է եղել։ Թուրքուսի եղբորորդուն կարծես ինքը բոլորի վրա ցուցմունք է տալիս։ Մի օր բայց ինքը իր վրա էլ է ցուցմունք տալու, խայտարակ լինի։ Մենք դրանց չենք անդրադառնում, դες մարդիկ մեզ չեն հետաքրքրում։ Մեզ հետաքրքիր է, որ վաղաշաբաթին մասնակցի ընտրություններին, աշխուժ, ակտիվ մասնակցի եւ չթողնի երբևիցե քաղաքացիական պայմանագրի հանրապետությունը գան Երևանի թալանը շարունակեն ստեղ։ Եվ դա մենք թույլ չենք տալու, միանշանակ չի լինելու։ Մի քանի ժամ մնաց, ես ձեզ վստահեցնում եմ, քաղաքացիական պայմանագիրը վաղաշաբաթ խոշորացած համերգում իշխանության հետ ստանձնելու որևէ առնչություն չի ունենալու։ Այս պահի դրությամբ դրական է գնահատում։ Միանշանակ 25000 եւ ավելի մասնակցություն անցայրացիր իրավախ խախտումներ կա, ընտրախախտումներ կա, ուղղորդումներ կա, ինչ ուզում են թող անեն։ Ինչ կարան թող անեն։ Այդ պաստառներն է թող վերցնեն, սենց գնան այս կողմ, գան այն կողմ, քաղաքացին է որոշողը եւ քաղաքացին կորոշի։ Մի քանի ժամից պարզ է լինելու։